Ժամանակին մենք ունեցանք մի հաղորդում, որի ընթացքում խոսում էինք, որ մենք դպրոցներում երեխաներին չենք սովորեցնում գրել եւ կարդալ։ Եվ այն ժամանակ իմ հիմնական շեշտը այն էր, որ գրելու արվեստը բարդ արվեստ է եւ գրել պետք է սովորեցնել ոչ միայն շարադրություններ կամ թելադրություններ, այլ ավելի բարդ ձևաչափեր եւ մենք անդրադարձանք նույն էսեի ձևաչափին, որը այսօրական հոդվածագրության կամ ցանկացած նյութի ձևավորման հիմնական բաղադրիչներից մեկն է։ Սակայն մենք չխոսեցինք մի այլ հանգամանքի մասին, որը էլի գրել է։ Դա հենց ինչպես ենք մենք գրում թղթի վրա ձեռքով։ Եվ ասեմ, որ այստեղ էլ մենք երեխաներին դպրոցներում շատ հաճախ սխալ ենք սովորեցնում, թե ինչպես է պետք գրել։ Եվ այսօր մենք խոսենք դրա մասին, թե ինչպես է պետք օգտագործել գրիչը եւ գրել թղթի վրա։ Ձեզանից շատերը երևի առավել ով սովորել է համալսարանում, նկատել են, որ դպրոցից ձեր ձեռագիրը բավականին վատ թարացել է։ Դպրոցում շատ ավելի լավ էի գրում, շատ ավելի ընթերնելի էր, ձեր գրածը հիմա շատ հաճախ ավելի շեղ է ստացվում, եւ շատերը մեղադրում են համալսարանական դասախոսությունների կոնսպեկտները, բա այդքան արագ գրելուց ձեռագիրս փչացել է։ Սակայն մեղավորը կոնսպեկտը չէ։ Մեղավորն այն է, որ մենք դպրոցներում երեխաներին չենք սովորեցնում գրել ճիշտ։ Իսկ ճիշտ գրել նշանակում է օգտագործել ձեռքը որպես գրելու միջոց այնպես, որ այն առաջինը հնարավորինս քիչ հոգնի, եւ երկրորդը, որպեսզի այն վերարտադրի տառերը որոշակի նմանությամբ իրար, որ բոլոր այերը նման լինեն իրար, որ բոլոր օերը նման լինեն իրար, եւ այդ բոլոր տառերը լինեն համաչափ եւ գեղեցիկ։ Գեղեցիկ նաեւ պետք է լինի ոչ միայն ամեն առանձին տառը, այլ տողը եւ ամբողջ տեքստը։ Ես այսօր ձեզ կպատմեմ եւ միգուցե շատերի համար գաղտնիքներ կբացեմ, թե ինչպես է պետք գրել օգտագործելով սովորական գրիչը։ Առաջինը, երբ որ մենք դպրոցում ենք, իմ մասին ես կարող եմ հաստատ ասել, բայց միգուցե դա նաև ձեզ է վերաբերում, մեզ սովորեցրել են, որ տառերը պետք է իրար միացնել եւ ընդհանրապես պետք է գրել անընդհատ։ Այո, ես էլ պետք է խոստովանեմ, որ եթե գրում եմ հայերեն, սովորաբար այդպես եմ գրում։ Երբ գրում եմ անգլերեն, գրում եմ առանձին տառերով։ Որն է պատճառը, ինչու են մեզ սովորեցրել գրել անընդհատ, միացնելով տառերը իրար, ձեռագրում։ Պատճառն այն է, որ փետուրով գրելիս եւ թանակով գրելիս շատ վտանգավոր էր կտրել փետուրը թղթից, որտեվ ամեն դնելուց դուք կարող եք ունենալ շատ հաստ գիծ կամ կետ, որը թանակը ներթափանցեր թղթի մեջ եւ կփչացներ ձեր գրածը եւ գեղեցկությունը։ Եվ երբ որ դուք արդեն բռնել եք գիծը, պետք էր նույն արագությամբ, առանց արագությունը շատ փոխելու, միգուցե պահերով մի քիչ ավելի արագ գրելու, եթե դուք ուզում եք ավելի բարակ գիծ ստանալ, եւ մի քիչ ավելի դանդաղ գրելով, որ ուզում եք ավելի հաստ գիծ ստանալ, տանեք ձեր գրիչը առաջ, միջև որ բոլոր տողերը լինեն։ Եվ անգամ շատ հաճախ գրողները տողերի միջև էր այսպեսի բարակ գծով ետ են բերում եւ շարունակում են գրել, որ նորից չկտրեն ու այդ վտանգը չլինի թանակի։ Այսօր մենք այդ խնդիրը չունենք։ Մեր գրիչները չեն կեղտոտում թուղթը եւ թանակը չի հոսում եւ նրանից որ դուք 10 անգամ գրիչը բարձրացրեցիք եւ դրեցիք թղթի վրա ոչինչ չի փոխվի։ Սակայն երբ որ մենք գրում ենք առանձին տառերով, իրականում մեր գրածը շատ ավելի ընթերնելի է, առավել հայրենի համար, որովհետեւ մենք ունենք հայտնի տառերի նմանություն, օրինակ ս եւ ան եւ եթե հանկարծ մենք տ-ն դրանց հետ մեկտեղ հանկարծ շարունակաբար մեկը մյուսին կպցնում ենք, մարդիկ դժվարանում են անջատել, տարանջատել մեկը մյուսից։ Այնպես որ երևի թե մենք պետք է գանք նրան, որ դպրոցներում էլ մենք երեխաներին սովորեցնենք գրել առանձին։
Բայց դա կարևոր չի։ Կարելի է գրել եւ առանձին եւ միացնելով տառերը գեղեցիկ կերպով։ Ուրեմն, լավ, արդեն ձեզ երկար չտանջեմ, որն է հիմնական սկզբունքը։ Հիմնական սկզբունքն է, որ մենք գրում ենք ոչ թե ձեռքի թաթով, այլ ձեռքի ուսով։ Այստեղից է գալիս շարժումը։ Եվ առաջինը ինչ որ դուք պետք է անեք, եւ հիմա ձեզ ցույց կտամ թե ինչ է պետք անել, վերցնում եք մաքուր թուղթ, լավ կլինի որ վրան գծեր լինեն, իմ ձեռքի տակ հիմա դա չկա, եւ ուղակի առանց շարժելու ձեր ձեռքի վերջույթները եւ մատերը եւ ոչ մի բան, դուք ուղակի այս ուսը շարժելով սովորում եք գրել առանձին տառեր, ցկտելով պահպանել իրենց նմանությունը, այնպես որ իրենք կրկնեն մեկը մյուսին։ Որոշ ժամանակ հետո դուք կնկատեք, որ ձեր ձեռքը բացարձակ չի լարվում, ոչ մի հոգնածություն չի առաջանում, դուք կարողանում եք գրել շատ եւ տառերը ստացվում են շատ իրար նման, համարյա չեն տարբերվում մեկը մյուսից։ Եւ այսպես ուղակի վերցրեք, ինչպես դպրոցում առաջին դասում դուք արել եք, առանձին տառերը ան, հետո բն եւ փորձեք վերևի ձեռքի որևէ այլ մասեր չշարժել, միայն շարժել ուսը եւ շարունակաբար կրկնել տառերը, մինչեւ ստանաք որոշակի նմանություն տառերի միջև։ Հետո, եթե ձեզ համար կարևոր է տառերը միացնելը, դուք կարող եք արդեն տառերը միացնելով գրել եւ նույն կերպ առանց որևէ այլ շարժում անելու զուտ ուսի միջոցով։ Դուք կզարմանաք, որ ձեր ձեռքը այդ ամբողջից, չնայած դուք ձգտում եք գեղեցիկ գրել եւ դուք սովոր եք, որ թե ձգտում եք գեղեցիկ գրել, ձեռքը արագ հոգնում է եւ ուշադրությունն է անընդհատ պահպանվում, հանկարծ ուշադրի չեղաք, սխալ շարժում կլինի եւ մի բան այնպես չի ստացվի։ Դուք կզարմանաք, որքան հեշտ է ստացվում գրել բավականին գեղեցիկ առանց մեծ դժվարությունների բացարձակ չօգնելով եւ որևէ ուշադրության կենտրոնացում անգամ չի պահանջվում։ Պատճառն այն է, որ ձեռքի դաստակի կառավարման մկանները գտնվում են ավելի վերև բազուկում եւ իրենց այդ պատճառով կառավարել բավականին դժվար է։ Այո, մեր բազուկը բարդ շարժումներ է կառավարում դաստակի մեջ, բայց դրանք մեզ տրվում են բավականին մեծ ուշադրության շնորհիվ ուղեղի կողմից։ Եվ խնդիրն այն է, որ եթե դուք անդադ պետք է նույն շարժում անեք, փորձեք։ Շատ արագ դուք կզգաք, որ դուք հոգնում եք եւ նույն շարժումը չի ստացվում։ Միայն շատ դժվար եւ երկարաժամկետ վարժանքից հետո է դաստակը կարողանում կրկնել շարժումները եւ դրան հասնում են երաժիշտները, դաշնակահարները եւ այլն, բայց դա մեծ աշխատանք է պահանջում եւ դրան է կարելի է հասնել գրելու մեջ։ Գրելու մեջ դա արդեն նախշն է։ Երբ որ դուք արդեն տիրապետում եք հենքին, երբ որ ձեռքը արդեն ինքնիրեն հիմնական գիծը տանում է եւ դուք դրա վրա չեք կենտրոնում, դուք կարողանում եք տառերը նախշազարդել, դուք կարողանում եք դաստակի շարժումների միջոցով առաջացնել շատ հետաքրքիր նրբերանգներ, ավելացնել ինչ-որ գեղեցիկ գծեր եւ լավ վարպետները, նկարիչները, որոնք բնականաբար այս ամենը լավ գիտեն, ձեզ կպատմեն, որ հենց տարբերությունը հստակ հիմնական գծի եւ նուրբ նախշի ձեռքի տարբեր մասերի օգտագործման մեջ է։ Այս նույնը մենք պետք է անենք գրելիս։ Ուրեմն, եթե դուք արդեն ուզում եք այս հիմնական գրելը սովորել եք եւ ուզում եք գեղեցիկ ինչ-որ մի բան մտածեք, դուք կարող եք նախշեր անել եւ դրա հաշվին կարող եք ստանալ զանազանություն եւ այդպես կարող եք գեղեցիկ ստորագրություն ունենալ եւ այլն։ Եվս մի հանգամանք, որ պետք է այստեղ հաշվի առնել։ Մենք բոլորս միշտ ունենում ենք խնդիր, որ գրելու պահին հարմար չենք նստած։ Մենք շատ հաճախ ստիպված ենք գրի առնել տարբեր իրավիճակներում եւ այլն։ Եվ այստեղ էլ այն մոտեցումը, որ ես ձեզ ասում եմ, երբ որ մենք գրում ենք ուսով, շատ ավելի հեշտ է լինում, որովհետեւ մեր ուսի դիրքը կառավարելը մեզ համար շատ ավելի հեշտ է, քան մեր դաստակի դիրքը կառավարելը հարթության վրա։
Եվ մենք շատ հաճախ հարմար չենք կարողանում, ստեղ հարմար չենք կարող գրել, թե մեր հույսը դաստակով գրելն է, իսկ ուսով գրելը շատ ավելի հեշտ է տրվում։ Սա նմանեցվեց դասի եւ կարծում եմ ձեզանից ոմանց համար սա կլինի ուղղակի այսպեսի ժպտալու եւ առաջ անցնելու նյութ, բայց ես ձեզ հրավիրում եմ այս հարցին մի քիչ ավելի լուրջ վերաբերվել։ Ինչու, որովհետեւ հետազոտություններ ցույց են տալիս, որ գրելը, ձեռքով գրելը շատ կարեւոր է։ Բավականին լուրջ հետազոտություն է արվել, բավականին ծավալուն, որտեղ ուսանողները բաժանվել են երկու խմբի։ Մի խումբը գրեր առնում դասախոսությունները, օգտագործելով իրենց նոթբուքները, մյուս խումբը օգտագործում էր սովորական թուղթուգրիչ։ Եվ հետո համադրել են իրենց կրթական արդյունքը, իրենց մնացորդային գիտելիքը։ Եվ բացահայտվել է, որ նրանք, ովքեր գրեր են առնում, շատ ավելի լավ էին հիշում նյութը եւ շատ ավելի հեշտությամբ էին այն վերարտադրում, համեմատությամբ նրանց, ովքեր օգտագործում են համակարգիչներ։ Եվ ո՞րն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ հետաքրքիր կերպով, երբ որ մենք գրում ենք, մեր ուղեղը այդ մեր գրածը շատ ավելի անմիջական է ընկալում, հենց որպես տեքստ։ Համեմատությամբ նրան, երբ որ մենք տպում ենք տառերը, որտեղ համակարգչի վրա որքան էլ մեր մատերը շարունակում են տպել եւ մենք եթե լավ ենք տպում իհարկե, լավ ենք օգտագործում եւ իդեպ դրա մասին մենք խոսենք մեր հաջորդ հանդիպումներից մեկում, մեր աշխատանքը հիմնականում մեխանիկական է եւ ուղեղը չի ընկալում այն ինչ որ իր մեջ որպես գաղափար, որպես միտք ձևավորվել է, յետ որպես կրկնություն թղթից։ Իսկ երբ մենք գրում ենք, զարմանալիորեն դա ընկալվում է։ Եվ մեր գրելու մշակույթը յետ բերելը շատ կարևոր է։ Ես բազմիցս նկատել եմ տարբեր հանդիպումներին կամ միջոցառումներին, որ մարդիկ գալիս են, նստում են եւ ոչինչ չեն գրում։ Ես շատ հաճախ զարմանում եմ։ Լավ, ինչու եք եկել։ Արդյոք դուք կհիշեք այն, ինչ այստեղ խոսվեց, ընդամենը 2 շաբաթ հետո դուք ոչ մի բան գրի չառաք։ Եվ կարևոր չէ, որ դուք այդ ամենը երբևիցե չեք ընթերցելու ձեր գրածներից։ Շատ արդյունավետ է ընդամենը գրի առնելը, նույնիսկ այդ դեպքում դուք շատ ավելի լավ կհիշեք։ Էլ չեմ ասում, որ իսկապես ամեն դեպքում, եթե իրական կարիքը լինի վերհիշելու այն ինչ որ եղել է այդ միջոցառմանը կամ այդ դասախոսությանը կամ այդ սեմինարին, շատ ավելի հեշտ է դա վերհիշել ընդամենը ընթերցելով ձեր գրառումները։ Այնպես որ մենք պետք է յետ բերենք մեր գրառելու մշակույթը, բայց ես գիտեմ ինչու շատերը դա չեն անում, ինչու չեն գրի առնում, որտեվ հոգնում են, որտեվ գրելուց ձեռքը հոգնում է եւ իրենք դադարում են գրել կամ իրենց գրածը իրենց դուր չի գալիս, որտեվ գեղեցիկ չէ, իրենց հաճելի չէ հետո դա ընթերցել։ Եվ մարդիկ դա թողում են։ Ամփոփելով ասեմ, որ բաներ կան մեր կյանքում, որ մեզ ժամանակի լավ չեն սովորեցրել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է դրա վրա խաչ դնենք եւ այլևս դրան չանդրադառնանք։ Մենք բոլորս կարող ենք սովորել շատ գեղեցիկ գրել։ Այնքան գեղեցիկ, որ հպարտանանք եւ ուզենանք, որ մեր շուրջ մարդիկ տեսնեն մեր գրածը, թե ինչ գեղեցիկ եք մենք գրում, ինչպես են գեղեցիկ շարում տառերը։ Եվ ձեզ ասեմ, որ ես իհարկե ամենագեղեցիկ գրող մարդը չեմ, բայց ես կարողացա յետ բերել իմ գրելու կարողությունը եւ ձեռք բերել բավականին հավասար եւ գեղեցիկ գրելու հմտություն, ընդամենը ծախսելով դրա վրա մոտավորապես 1 շաբաթ ժամանակ, վերադարձնելով ինձ դեպի մանկություն եւ վերստին սովորելով ճիշտ օգտագործել ձեռքը գրելու համար։ Միշտ կան փոքր բաներ, որ մենք սովորում ենք եւ դա մեզ մեծ հաճույք է բերում։ Մի զրկեք ձեզ այդ փոքր եւ հաճելի մանրուքներից։ Ձեզ մաղթում եմ բարի Սուրբ Ծնունդ, կհանդիպենք։